վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, պարոն Գեգամ Նազարյանն է միայն, որը ընդգրկված չէ մեր խմբակցությունում եւ մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին, մյուսները առհասարակ չեն եկել։ Պատիվ ունեմ խմբակցությանը անկախ падգամավոր է, ընդդիմադիր падգամավոր։ Ասացի մեր խմբակցությունում չընդգրկված падգամավորներից միայն Գեգամ Նազարյանն է, որ մասնակցել է մեր հանձնաժողովի աշխատանքներին։ Պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը մեր հանձնաժողովում երբևէ չի մասնակցել մեր հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին եւ պետք է քվեարկեր իրենց նախագծին, մյուս դեպքերում երբեք չի մասնակցել։ Հայաստան խմբակցության падգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բաց թողումներով իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, վերջին շրջանում չեն մասնակցել։ Բայց չմոռանանք ինչի համար եմ ես մոտեցել եւ ասեմ հարգելի գործընկերներ, քննարկվող նախագիծը քննարկվել է ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ըստ էության դրա բոլոր մանրամասները նախագծի հիմնական զեկուցողը ներկայացրեց եւ ես չեմ կրկնվի, հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն նախագիծը եւ ես նույնպես կոչ եմ անում քվեարկության ժամանակ կողմ քվեարկել այս նախագծին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Ռուբեն Ռուբինյան, Տիկին Ջուլհակյան, մի հարց էլ տամ, օրինակ ձեր հանձնաժողովի անդամ ընդդիմադիր գործընկերները, որ չեն մասնակցում, գուցե ձեզ են հայտնում, այսինքն իրանք ինչ պատճառով չեն մասնակցում, գուցե քաղաքական բոյկոտ են անում, ինչ եմ հարցնում, որտեղ լիագումարի վերաբերյալ ոչ մի բան մեզ հայտնի չի, օրինակ, եթե հայտարարած լինեին, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, կասեինք շատ լավ, քաղաքական բոյկոտ է, կամ ասեին ոտներս ենք ջարդել, չգիտեմ, նեղացել գոնե կիմանայինք։ Հիմա հարցնում եմ, գուցե ձեր հանձնաժողովի բացակայության բացատրություն կա, խնդրեմ պատասխանեք։ Նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ բացակայությունների ժամանակ, մասնավորապես պարոն Մինասյանը զանգել եւ տեղեկացրել է, որ ի վիճակի չլինելու մասնակցել հանձնաժողովներին, բայց այս վերջին շրջանում, որ ասացի, չեն գալիս լիագումար նիստերին զուգահեռ չեն մասնակցում, որովհետև կերպ չեն զգուշացրել։ Ես ինքս փորձում եմ հասկանալ իհարկե ինչով է պայմանավորված նրանց բացակայությունը, կարծում եմ եղանակային պատճառներով, կարծում եմ շոկ է եւ չեն ցանկանում աշխատել պարզապես։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, բայց պետք է ասեմ, որ սա աբսուրդ է, էլի, փաստորեն Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհում միակ երկիրն է, որտեղ падգամավորների մի մասը գործից փախել են։ Սա ուրիշ անուն չի, հնարավոր չի տալ։ Քաղաքական բոյկոտ չի, չեն հայտարարել որևէ քաղաքական պատճառ, թե ինչի չեն գալիս գործի, չեն գալիս գործի։ Ու այս է մարդիկ են, որ ասում են մենք պետք է վերցնենք մանդատները եւ օր ու արև չտանք իշխանությանը։ Ես կարծում եմ, այս նոր գումարման ազգային ժողովում, ես կարծում եմ, որ եթե իրանք պատրաստում են սենց լինել, ավելի լավ է չգան եւ չվատնեն բյուջեի փողերը։ Իրանք արժանի չեն այն աշխատավարձին, որը ստանում են։ Շնորհակալություն, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Իդեպ տեղեկացնեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, որ եթե իմ հնչեցրած հարցերին ունեն պատասխան, հրավիրում եմ դահլիճ իրենց աշխատավայր։ Հերթագրված պատգամավորներ չկան, Տիկին Ջուլհակյան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք, ոչ։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ ա եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը ափսոս է ստեղծել։ Ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած
Հա, ներողություն, Տիկին Գրիգորյանն այստեղ է։ Նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ։ Մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր։ Երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան։ Ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին։ Դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ։ Դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, հա քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով «Պրիվետ Ռոբ», գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչեր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է։ Եվ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց եւ հարց չեք տալիս։ Ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ։ Պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու։ Բայց թույլ չի տալիս։ Եվ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բաներ, ում հետ եք։ Բա այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ։ Այդ ժամանակ ում հետ էիք դուք։ Թե ձեզ ողջունել չի կարելի։ Իմանանք ուղղակի։ Ես ուզում եմ հասկանալ, էլի ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում։ Ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չեն հենց։ Կարող է քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց արեք, ժողովուրդ։ Կօգնենք։ Ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետև այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել։ Ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել։ Եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, հա, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի։ Բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան։ Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ։ Երբ Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Մայրիկը այնտեղ նստած էր, այդ ուր էիք։ Թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք։ Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնված